Բարև ձեզ ընկերներ, էլի միասին թվանք ենք նկարելու։ Այսօր ենք ներկայացնելու 308 տրամաչափի իր յուրահատկությունը այն է, որ ինքը MDT ընկերության ORIX շասիով է։ Դուք ինչպես գիտեք, այդ Taurus զենքերը 308-երը, 6.5-երը, 223-ները Remington բազայի վրա են սարքած ու բոլոր այն շասիները, որոնք կընկնեին Remington 700-ին, ընկնում են նաև սրան, ինչն էլ կոնկրետ այս դեպքում արվել է ու սովորական ռութի համեմատ լրիվ ուրիշ զենք ունենք։ Փողի երկարությունը 61 սանտիմետր է, թվիստը 10 է, ինչը նշանակում է արժի այս զենքով կրակել ծանր փամփուշտներ։ Մնացածը մեխանիզմը, փամփուշտատուփը, 5 փամփուշտանի ձեզ պետք է արդեն ծանոթ լինեն, ինչ որ նորություն չկա։ Վրան դրված է Vector Optics-ի էլի Taurus անունով օպտիկա 3-ից 24, որը լրիվ հերիք է նմանատիպ զենքի վրա դնելուն ու կիրառելուն։ Այս զենքին արժեր ավելացնել կամ բաց տեսակի DTK կամ փակ տեսակի DTK, այսպես ասած գլուշիտել, որովհետև ինչպես կհիշեք, այն ժամանակ որ իրար հետ նկարել էինք, բավականին թափ էր տալի զենքը, ինչը մի քիչ դիպուկությանը խանգարում էր։ Մնացած առումներով բավականին գրագետ հավաքած զենք է, ինքը կարա ընտիր մոդել լինի ձեր որսով զբաղվելու համար։ Զենքից երևի այսքանը կարող ենք գնալ արդեն փունջ կրակելու, մինչև փունջ կրակելը միայն ձեզ պետք է հիշեցնեմ, որ դուք արժի բաժանորդագրվեք մեր էջին, եթե էդի քչություն անի կարաք միանաք մեր Patreon-ին, որպեսզի ազատազենի եթերը ել ավելի հետաքրքիր դառնա, շարունակական լինի ու բովանդակությունն էլ ավելի շատանա։ Զենքից երևի այսքանը, գնանք տարբեր տեսակի փամփուշտներով փունջ կրակելու։ Դե ինչ ճշտադրման տեղամասում ենք ու քանի որ այս զենքերը նոր են մեր շուկայում, մաքսիմալ խորը տեստ կանենք, այս պահին մեր ձեռի տակ եղած բոլոր տեսակի փամփուշտներով կկրակենք, իսկ կրակելու ենք Tulamoy-ով 150 գրեին, որը ազատազեննա ներմուծ է, Kentaur Barnaul ընկերության։ Թեթև Seller բելոտներ 147 գրեին, եթե չեմ սխալվում, մեկ է 180 գրեին Seller բելոտներ, 4 հատ թուղթ ունենք կպցրած, հետո կգնանք իրար հետ փնջաչափության գործընթացի։ Նորից ու նորից պետք է հիշեցնեմ ձեզ, որ խնայեք ձեր ու ձեր մտերիմների ականջները, որտեվ իրանք ընդամենը 2 հատ են։ Մեկ էլ այս եղանակին հրաձգարան գալուց ճիշտ հագնվեք, որ եղանակի պատճառով անհարմարություններ չունենաք ու չուզենաք շուտ գնաք։ Ես օրինակով ցույց եմ տալիս, շատ է լինում դեպքեր, որ մարդիկ գալիս են առանց գլխարկ ամռանը կամ առանց ուրիշ տեսակի գլխարկ կամ թեթև շորերով սպորտային ծմռանը ու դիսկոմֆորտ են ապրում, չեն կարողանում մարդավարի մարզվել։ Միշտ պատուհանից դուրս նայեք, հագնվեք, նոր եկեք։ Հիմա սկսենք Tula-ից։ Իդեպ արդեն Երևանի քաղաքացիական հրաձգարանի տարածքում ազատազենի գործում է թվանք ռազմախանութը, կարող եք գալ ու այս բոլոր տեսակի փամփուշտներից գնել մեր մոտից։ Զենքից է ունենք, բայց ոչ ORIX շասիով, բայց որ շատ ուզեք, եթե կբերենք։ Ես էսի 4 հատ կդնեմ, մի կրակոցը տաքացնելու համար կկրակենք Արամոյի հետ նկարած թվանքի գոնգի վրա, որը դեռ չենք հանել։ Մեկ է իմ կրակածը կարա թեթև աչու ձախ ունենա, որովհետև զենքի տերը աչ ուսով է կրակում, ես կրակելու եմ ձախ ուսով։ Մոտիկացնում ենք, պարալաքսը դզում ենք,
Հարմարվում ենք։ Ահա։ Անցանք կենտավրի։ Լավ ցածր գնաց կենտավրը։ Անցանք թեթև շելլեր բելոյի։ Էսի դուրս եկա։ Վերջում է կրակելու ենք 180 գրեին անոցներով, հիշեցնեմ, որ գերճշգրիտ պատրոն այսօր չենք կրակում, որտեղ չունեինք մոտներս, բայց դա այդպես չի մնա, կամ կներմուծենք, կամ կարտադրենք այս զենքով ու գերճշգրիտ պատրոններով։ Այն ինչ արդյունք ստացել ենք, 2 անգամ ավելի լավը կարանք ստանանք։ Չնայած, սենց որ նայում եմ, այս եղած արդյունքն էլ է բավականին հետաքրքիր։ Ըհը։ Այս մեկը մատս փախավ, ներողեք, ես տենց չէի ուզում։ Էսի 180-ը, որ 180-ը, որ շատ չհավանեք, մեկ ցույց տամ, որ փակաղակը բաց է, մեկ էլ էսի հակնեմ, օրինակ ծառայենք, քանի որ մենք հակնում ենք քողարկող շորեր 100 մետրից, այդքան էլ լավ չենք երևում, ու կարան մեր ընկերները գան, պատահական մեր կողքը կրակեն կամ մեր վրա, դրա համար միշտ պետքա գնանք այնտեղ այս վառ գույնի փայլ փլող ժիլետը հակներս։ Ձունով թվանք եմ ուզում ընկեր Անդրան, սպասենք մի ամիս, հենց ձուն եկավ, մի հատ է ես կգամ թվանք նկարելու։ Հերթով գնանք էլի։
Այս տուլայի արդյունքն է, որը բավականին լավն է, այս քառակուսիները 1 սանտիմ են, մոտ 4-ից 5 սանտիմետր, ինքը առօրյա մարզվելու ամենահասանելի փամփուշտն է, հրաշքներ չեք կարողանա գործեք, խոսք չեմ տալի, որ երկրորդ փունջն է սենց լավ կլինի, բայց այս մեկը եղել է։ Այս թեթև սելլեր բելոտնա էականը ավելի լավ փունջով, մեկ մոայից կարա փոքր էլ լինի, որտև այս գծից գիծ 2 սանտիմ է, ու սրանք տենց սովորական փամփուշտներով արած։ Ու ստեղ էլ այս կենտավրն է, մոայից մի քիչ մեծ ստե 2 փամփուշտ է, ազնիվ խոսք հավատացեք էլի, անձն ասա թող հավատան։ Հավատացեք։ Ու ես որ մի քիչ շտապելով եմ արել, ներող կլնեք, 180 գրեինը սենց պտի չլներ, ես մեկը փախել է, ստե միտե պտի լներ, էսենց կամ այսրա մոտերը արդյունք պտի լներ էլի։ Ու ամենասովորական փամփուշտով եթե ելնում է ստանալ 4 սանտիմ, այդ նշանակում է այս զենքով կարելի է մեր հրաձգարանում մարզվել ու մինչև ամենահեռու թիրախներն է խոցել, իսկ եթե ավելացվի բաց տեսակի ճիշտ դետեկա ու իր հակով կարված փամփուշտներ լինեն, լրիվ ռեալ է 1000 մետր էլ աշխատել, 1000 մետր գլուխ աշխատել, մի խոսքով ինձ դուր եկավ, ի տարբերություն են մյուս ռոսիների թափ տալն էլ էր քիչ, չնայած բաց տեսակի դետեկա չուներ, կարաք փնտրեք MDT շասի, տենակ որ բավականին հասանելի է այսի արտասահմանում ու քանի որ պլաստմասի կտոր է, այդքան շատ դժվար չի իրա բերելը, բայց կարան ելնեն էլ ավելի լուրջ շասիներ Remington 700 պլատֆորմի համար, որտև երևի ամենատարածված պլատֆորմն է ու ինչ ասես իրա համար հնարել են։ Հեսա իջնենք ներքև մի քանի հեռու թիրախի էլ վնասազերծենք ու այսքանով Ռոսիի պատմությունը այսօր ավարտենք, գնացինք։ Մինչև անցնելը հեռու կրակելուն ասմած ձեզ մի հատ հավես բան եմ ուզում ցույց տամ, այն կոմը կնկարես, ասում է այդքան լավ չի երևում, բայց մարդիկ հենց հիմա ինստրուկտաժ են անցնում ընկեր Վահեի մոտ ու այն դուրը տեսնում եք, այնտեղ գնալու են տեսական քննություն հանձնեն, հետո գան այստեղով, ընկեր Ռաֆոյի մոտ, այնտեղ գործնական քննություն հանձնեն։ Մի քանի տասնյակ մեր հայրենակից այսօր հանձնելու է այդ քննությունը, հետո գնա բույժ զննումները անցնի ու կարանա զինվի այս տիպի զենքեր ունենա, ովքեր եթե կան դեռ այդպիսի մարդիկ, ովքեր տեղյակ չեն, իրանց համար նորից պետք է ասեմ, որ Հայաստանում ձեր գիտելիքների ու առողջության հիման վրա հնարավորություն ունեք ձեռք բերել թե հարթափող, թե ակոսափող երկարափող հրազեններ, մեր օրենքը ավելի լավն է նույնիսկ քան մի քանի ամերիկյան նահանգների օրենքները ու քանի դեռ այդ օրենքը այդպիսին է, կոչ եմ անում, հորդորում եմ, հրահրում եմ ձեզ ամեն 5 շաբթի գալ այդ քննությունը ու զինվել, կարող եք մեր կայքով գրանցվել, կարող եք նյութերը մեր կայքում azatazhen.am գտնել, պարապել, եթե այդ ամենը չի հերիքի կգաք մենք է ձեզ կմարզենք, դրական ձևով կանցնեք քննությունը, հետո կգնաք կուղորդենք ուր գնաք նարկո, պսիխո, պոլիկլինիկա, տարբեր այդ սեյֆ առնեք, ոստիկանություն գնաք, մուծումներ անեք, բոլոր քայլերը ձեզ մի խոսքով կասենք, որ դուք է զինվեք, մարզվեք, ինչու չէ, վերջում դառնաք ազատազեն։ Հիմա գնացինք գլուխ խփենք ու փագենք։ Քանի որ ես այսօր ծույլ եմ, բոլոր վարժությունները անում եմ նստած, չնայած պարկած կլներ ավելի կուչնի, ինչպես ասում է մեր ընկեր Վարդանը, բայց այսի 6, 16, 20, հա, բայց կփորձենք այսօր այստեղ, կրակում եմ 300-ի գլխային թիրախին,
ու հույս ունեմ, որ կպնելու եմ։ Երկու հատ գլխային կլոր կապուտ կա։ Որ մեկին։ Աչին։ Ռուսական բաներ կա, որ գործիքների բանի մասին պատմում են կամ բան ու ասում են «После характерного щелчка» հիմա այդ характерный щелчок-ի ձենը լսեցիք։ Այո, նույնն է։ Լավ ազնգում։ Երկրորդն է կպավ։ Երրորդն է արեք կողքինի գլխին խփենք, որ չնեղանա։ Ավելի փոքր է։ Իդեալական աշխատում է, 300 մետր գլխային թիրախ։ Հիմա որ հավեսին գնենք, մինչև 800-ը կգնանք, բայց հավեսի չենք ընկնելու։ Թե մարզվելուն ընտիր կծառայի ձեզ, թե որսի ժամանակ միայն թե մի հատ դետեկա պետք է առնենք էլի։ Զենքից այսքանը, նորից կարող եք գնել մեր գործընկեր Ջինից, կարող եք գնել մեր մոտից, անկախ որտեղից եք գնել, ընդհանրապես Հայաստանի բոլոր խանութներից ձեր զենքով ազատազենում կարող եք մարզվել առանց տարածքի համար ինչ-որ վճարների։ Մենք դա արել ենք զենքի մշակույթը Հայաստանում նախ ստեղծելու, հետո զարգացնելու համար։ Հիմա փաստացի ստեղծել ենք, իսկ զարգացնելը միասին պետք է անենք։ Կսպասենք ձեզ այստեղ, դուք էլ սպասեք նոր հաղորդումների։ Զինվեք, մարզվեք, մյուս 5 շաբթի դուք եկեք քննության։ Այսքանը։